Հիմա եկեք ցույց տամ cover letter-ի աշխատանքի եւ cover letter-ի օրինակ, որը որ միանգամից գործատուն պատասխանեց։ Սա այն աշխատանքի հայտարարությունն է, որին ես դիմել էի եւ կարդալուց հետո հասկացա, որ այո, ես կարող եմ այս աշխատանքը կատարել, skills հատվածը շատ համապատասխանում էր իմ skillերին, բայց եթե տեսնեք, գործատուն ոչ մի feedback չունի, սա մի փոքր ռիսկային է ինձ համար, բայց դրա համար կա հատուկ call։ Մենք call արեցինք գործատուի հետ ու հասկացա, որ այս գործատուի հետ ես չեմ ցանկանում աշխատել, որովհետեւ ինքը ընդհանրապես տեղյակ չի YouTube SEO-ից եւ դա շատ վնասելու է ինձ, որովհետեւ YouTube SEO-ն եւ video editing-ը նույնը չեն, բայց նա ցանկանում էր, որ ես ամեն ինչ անեմ եւ դա նշանակում է, որ ինչը իմ պարտականությունների մեջ չի մտնում, ես պետք է անեմ ու դա վնասելու է ինձ։ Սա իմ cover letter-ն է եւ ես դիմել եմ այս cover letter-ին ըստ գործի, վերցրել եմ գործատուից բանալի բառեր, որը որ նրա համար կարևոր են եւ դրել եմ իմ գործի մեջ։ Cover letter-ում առաջին երկու տողն է, որ գործատուի մոտ երևում է, այսինքն այս դաշտը դուք չեք ուզում վատնել ներածություններ գրելով, չենք գրում hello, I'm excited եւ այլն, I see you are looking for someone, I'm applying to, միանգամից անցնում ենք գործի։ Եթե կարողանում եք feedback-երի հատվածից գտնել գործատուի անունը, շատ ավելի լավ։ Գտնում ենք գործատուի անունը եւ նրան դիմում ենք իր անունով։ Եթե չէ, ուղղակի կարող եք գրել hi, hey, կամ ընդհանրապես ոչ մի բան չգրել, ինչպես ես այստեղ չեմ արել։ Նշել եմ իմ profile highlight-ները, այսինքն ես նախկինում ունեցել եմ այս գործերը որպես պորտֆոլիո եւ նշել եմ, որ այս գործատուների հետ աշխատել եմ, ինձ 5 աստղ feedback են տվել։ Եվ գործատուն միանգամից ինձ պատասխանեց, այստեղ մեսեջներ հատվածում կարող եք տեսնել։